Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, իմ համար մեծ պատիվ է այստեղ այսօր գտնվել մեր դաշինքի ղեկավարի հետ միասին և աբովյանցիների առջև խոսել մեր ապագա անելիքների մասին։ Մենք այստեղ ենք, որովհետև կարևորում ենք ապագա խորհրդարանական ընտրությունները և մենք այստեղ ենք, որովհետև մենք կարծում ենք, որ մենք միասին և համոզված ենք, որ միասին կարող ենք կանգնեցնել Հայաստանի Հանրապետության այն գահավիժումը, որ կատարվում է այսօրվա իշխանությունների օրոք։ Քիչ առաջ շրջելով մեր հայրենակիցների հետ հանդիպեցի զոհվածի ծնողի։ Ասում է, որ մենք նախկինում զոդում դռները, մեր տների դռները բաց էինք դուրս գալիս և վստահ քայլում և զբաղվում մեր խնդիրներով գյուղատնտեսությամբ։ Այսօր նույնիսկ վախենում ենք տների դռները բաց թողնել, որովհետև անվտանգ են Հայաստանի Հանրապետության սահմանները։ Այս իշխանությունների օրոք ոչնչացվեցին, կարելի ասել, ուղղակի արժեզրկվեցին բոլոր այն արժեքները, բոլոր այն արդյունքները, որ մենք ձեռք ենք բերել նորօրյա պատմության ընթացքում։ Անվտանգության խնդիրը, խաղաղությունը և կայուն իրավիճակը Հայաստանի Հանրապետության համար ամենակարևորն է։ Սիրելի հայրենակիցներ, տեսեք, այսօրվա իշխանությունները ասում են, որ խաղաղությունը անվտանգության երաշխիք է։ Խաղաղությունը չի կարող երբևիցե երաշխիք լինել, որովհետև այն ազգային անվտանգության հիմնարար արժեք է։ Խաղաղության համար երաշխիքները լինում են ազգային և միջազգային։ Ազգայինը դա մեր ներքին ամրությունն է։ Մեր ներքին ամրության համար անվտանգության հաշվարկման բանաձև գոյություն ունի։ Տարածք, բնակչություն, տնտեսություն, բանակ, ռազմավարական նպատակ և հավաքական կամք։ Այս ամենին մեր նորօրյա պատմության ընթացքում, մեր դաշինքի ղեկավարի գլխավորությամբ մենք կարողացել ենք հասնել։ Արցախն ու Հայաստանը միասնական, կայուն, զարգացող և անվտանգ տարածք են եղել։ Դրա համար Արցախը եղել է մեր զրահաբաճկոնը և զոդում մենք որևիցե մի խնդիր այսօր այն ժամանակ չենք ունեցել։ Բնակչությունը եղել է համախմբված և մենք միասնության, մեր ռազմավարական նպատակների, մեր հավաքական կամքի շնորհիվ է, որ հասել ենք հաջողությունների։ Տնտեսությունը ոտքի է կանգնել և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարածք, մանավանդ Աղետի գոտի ենթակառույցներ սկսել են զարգանալ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Արցախում ես եղել եմ այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը ղեկավարում էր Արցախյան առաջին գոյապայքարը։ Մենք հաղթել ենք ոչ միայն հմուտ կառավարման, ոչ միայն ռազմավարական գործողությունների, ոչ միայն բանակի արագ ձևավորման, այլ նաև փորձառու անձնավորության անձնական օրինակի շնորհիվ, անձնական օրինակի, որ հանրապետության նախագահը ավտոմատը ձեռքին, որտեղ որ պետք է եղել, ինքը հայտնվել է զինվորի կողքին։ Ինքը անընդհատ առաջի գծում է եղել, երբ ես եղել եմ տարբեր պաշտոններում անվտանգության համակարգում։ Ամենակարևորը առաջին ազատամարտի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը և մնացած բոլորի պատասխանատուների ընտանիքները տեղում են եղել և միասին տարել են բոլոր այն զրկանքները, տարել են բոլոր այն դժվարությունները, որոնք որ գրել է Արցախը։ Հիմա մենք կարող ենք համեմատություններ անել։ Ովքեր են այսօրվա իշխանությունները, որոնք որ ասում են Արցախը հայկական չի եղել, իրենք չեն տեսել 150,000 բնակիչների եկեղեցիներ, կառուցվող դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, ճանապարհներ, ենթակառույցներ։ Իհարկե ստում են։ Մեր բոլորիս խնդիրն է, որ այս ստախոսներին
հեռացնենք իշխանությունից։ Համաձայն եք ինձ հետ։ Մենք կարող ենք միայն մեր փորձառու թիմի եւ այս փորձառու թիմը համադրում է փորձառությունն ու երիտասարդ ավյունը։ Միայն այստեղ կանգնած մարդկանց դուք կարող եք տեսնել ինչպիսի փորձառություն, անցած ճանապարհ եւ այս վերջի տարիներին ինչ պայքար են մղել ազգային ժողովում եւ ազգային ժողովից դուրս։ Ուրեմն մենք միասին, ձեր հետ միասին կարող ենք հասնել հաջողությունների։ Իմ խնդրանքը մեկն է, որպես մարզի բնակիչ, հաշվեք, որ դուք բոլորս այստեղ հրամանատարներ եք, այսինքն յուրաքանչյուրը պետք է գնա աշխատի իր շենքում, իր բակում, իր տանը, իր բարեկամների, իր հարևանների հետ, որպեսզի մենք միասին կարողանանք կանգնեցնենք այդ գահավիժումը, որ կա այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Ուրեմն, հարգելի հայրենակիցներ, հունիսի 7-ին ընտրում ենք համար, միասին կարող ենք։ Շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, երբ խոսում ենք նախագահ Քոչարյանի կառավարման տարիների մասին,